Ուկրաինայի նախագահ Զելենսկիի Վաշինգտոն կատարած այցի նպատակը Թոմահաուք հրթիռներ ստանալն էր, սակայն նրա այցը ստվերվեց միանգամից մի քանի անբարենպաստ հանգամանքներով։ Ուկրաինայի նախագահին ամերիկյան կողմից պաշտոնապես որևէ մեկը չէր դիմավորել, իսկ Սպիտակ տանը նախատեսած հանդիպումը կրում էր ոչ պաշտոնական բնույթ, կազմակերպվելով կառավարության նիստերի դահլիճում, այլ ոչ թե օվալաձև աշխատասենյակում, ինչպես ընդունված է նման մակարդակի այցերի դեպքում։ Փիթեքսետն էլ կրում էր Ռուսաստանի դրոշի գույներով փողկապ։ Սպիտակ տանը հանդիպումից հետո Զելենսկին ստիպված եղավ լրագրողների հետ զրուցել շենքից դուրս։ Զելենսկիի առաքելության հեռանկարները էլ ավելի մթագնեցին, երբ նրա այցից ընդամենը մեկ օր առաջ Դոնալդ Թրամփը հայտարարեց Բուդապեշտում Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու մտադրության մասին։ Այս անսպասելի հայտարարությունը երկրորդ պլան մղեց Զելենսկիի սպառազինություն ստանալու ջանքերը։ Մենք կարևոր հեռախոսազրույց ունեցանք, ինչպես գիտեք, նախագահ Պուտինի հետ, եւ մենք դրա մասին կխոսենք։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին շատ բաների է դիմացել։ Նկատի ունեմ, նա իսկապես դիմացել է, եւ մենք նրա հետ միասին ենք դիմացել։ Անկեղծ ասած, սա երկար ժամանակ է տևել, եւ կարծում եմ, մենք մեծ առաջընթաց ենք գրանցում։ Պուտինի հետ գագաթնաժողովի որոշման մասին Թրամփը հայտնել էր ռուս պաշտոնակցի հետ ունեցած ավելի քան 2 ժամ տևողությամբ հեռախոսազրույցից հետո։ Թրամփի նման որոշումը կասկածի տակ է դնում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունները, հատկապես այն բանից հետո, երբ նա ներկայացրեց իր տեսլական հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Թողեք իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա։ Ուկրաինան արդեն իսկ բաժանված է։ Կարծում եմ, տարածքների 78%-ը, որ ուզում էր գրավել, Ռուսաստանն արդեն իսկ գրավել է։ Թողեք ամեն ինչ այնպես, ինչպես հիմա կա։ Նրանք կարող են ավելի ուշ ինչ-որ բանի շուրջ բանակցել, բայց ես ասել եմ, գիծը քաշել եւ կանգ առնել շփման գծի վրա։ Վերադարձեք տուն, դադարեցրեք կռվելը, դադարեցրեք մարդկանց սպանելը։ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշմանը եւ տարածքային զիջումների հեռանկարին անդրադարձավ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, նշելով բանակցային գործընթացի հիմնական բարդությունը։ Կարծում եմ նախագահը հասկանում է, որ ցանկացած բանակցություններում անկախ դրանց ձևաչափից ամենաբարդ հարցը լինելու է տարածքայինը։ Ցավոք, խոսքն Ուկրաինայի տարածքի մասին է։ Վաշինգտոնում տեղի ունեցած այս զարգացումների ֆոնին Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ընդգծել է, որ Ուկրաինայի ապագան կախված է ոչ թե Միացյալ Նահանգների դիրքորոշումից, այլ եվրոպական միասնությունից։ Ես երբեք չեմ հոգնի կրկնելուց, որ խաղաղության բանալին գտնվում է եվրոպական հողի վրա։ Այն Միացյալ Նահանգներում չէ, այն Եվրոպայում է։ Ուստի Եվրոպան բացարձակապես վճռորոշ է, եւ քանի դեռ Ուկրաինան եւ Եվրոպայի մնացած մասը միասնական են, ոչ նախագահ Թրամփը, ոչ էլ նախագահ Պուտինը չեն կարողանա նրանց կոտրել, բայց նրանք պետք է միասնական լինեն, եւ հենց դա էլ արել է Զելենսկին նախագահ Թրամփի հետ իր հանդիպումից հետո զանգահարելով իր գործընկերներին։ Դիվանագիտական քննարկումներին զուգահեռ ռազմաճակատում շարունակվում են թեժ մարտերը։ Ռուսաստանը հայտնում է նոր տարածքներ գրավելու, իսկ Ուկրաինան Ղրիմում ռուսական թիրախներին հաջող հարվածներ հասցնելու մասին։ Կրեմլից հանդես են եկել անսպասելի առաջարկով կառուցել Պուտին-Թրամփ երկաթուղային թունել Բերինգի նեղուցի տակ։ Ըստ աղբյուրի այն կկապի երկու երկրները, կխթանի բնական ռեսուրսների համատեղ յուրացմանը եւ կխորհրդանշի միասնությունը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։